Առնվազն 28 մարդ է զոհվել, 800-ը վիրավորվել Իրանի կարևոր նավահանգիստներից մեկում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով, հայտնում են Իրանի իշխանությունները։ Պայթյունը տեղի ունեցել շաբաթ առավոտյան Շահիդ Ռաջայիում, երկրի ամենամեծ առևտրային նավահանգստում, հարավային Բանդար Աբբաս քաղաքի մոտակայքում։ Հզոր պայթյունի հետևանքով վնասվել են նաև մոտակա շենքերի պատուհաններն ու տանիքները, ոչնչացրել ավտոմեքենաներ։ Բնակիչները հայտնել են, որ պայթյունի ազդեցությունը զգացել են մինչև 50 կիլոմետր հեռավորության վրա։ 6 մարդ մնում է անհայտ կորած, հայտնում են պետական լրատվամիջոցները։ Օդային կադրերը ցույց են տվել, որ առնվազն 3 տարածք է այրվել եւ Իրանի ներքին գործերի նախարարը ավելի ուշ հաստատել է, որ կրակը տարածվել է մի կոնտեյներից մյուսը։ Տարածաշրջանի դպրոցներն ու գրասենյակները փակ են մնացել նաեւ կիրակի օրը։ Ռազմածովային փորձագետներից մեկը հայտնել է, որ կարծում է, որ տուժած բեռնարկղերը պարունակել են պինդ վառելիք նախատեսված բալիստիկ հրթիռների համար։ Financial Times թերթը ավելի վաղ հայտնել էր, որ Չինաստանից Իրան վառելիք են առաքվել 2 նավերի միջոցով։ Պետական լրատվամիջոցները վկայակոչելով ականատեսներին ասել են, որ պայթյունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հրդեհ է բռնկվել եւ տարածվել դյուրավառ նյութեր պահող չփակված տարաների մեջ։ Շահիդ Ռաջայի նավահանգիստը Իրանի ամենամեծ եւ առաջադեմ տերմինալն է, որով անցնում է երկրի ծովային բեռների մեծ մասը։ Իրանի նավթի արդյունահանման ազգային ընկերությունը հայտարարել է, որ նավահանգստում տեղի ունեցած պայթյունը կապ չունի երկրի նավթավերամշակման գործարանների, վառելիքի տարաների եւ խողովակաշարերի հետ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն իր խորին ափսոսանքն ու կարեկցանքն է հայտնել զոհերի համար։ Նա հայտարարել է կառավարական հետաքննություն անցկացնելու մասին եւ ներքին գործերի նախարարին ուղարկել է տարածաշրջան այն ղեկավարելու։